Այս հեքիաթը Մարի անունով մի փոքրիկ աղջիկա մասին է։ Մարին ուներ արևի շողերից հյուսված ոսկեգույն, գանգուր մազեր, որոնք զսպանակի պես թռչկոտում էին ամեն քայլափոխի։ Իսկ աչքերը… Մարին ուներ մեծ ու պայծառ աչուկներ, որոնք միշտ փնտրում էին, էլ ինչ հետաքրքիր բան կարելի է անել։ Մարին մի գաղտնիք ուներ։ Նա գիշերը չէր սիրում քնել, նա սիրում էր խաղալ ու պարել։ Ու ամենահետաքրքիրը սկսվում էր այն ժամանակ, երբ դրսում մթնում էր։ Երբ մայրիկն ու հայրիկը անջատում էին լույսերն ու ասում «Բարի գիշեր», Մարիի մեծ աչուկները ոչ թե փակվում էին, այլ փայլում էին լամպերի պես։ Մի գիշեր, երբ Մարին դեռ քնած չէր, հանկարծ պատուհանից մի ուրախ, արծաթափայլ շող ներս սահեց, նա նայեց պատուհանին։ Այնտեղ կլոր Լուսինն էր, որը լայն ժպտում էր ու աչքով էր անում Մարիին։ Պատուհանի մոտից լսվեց Լուսնի մեղմ, բայց խորհրդավոր ձայնը։ Ես եմ փոքրիկ պարուհի, տեսնում եմ, էլի արթուն ես ու պարում ես։ Այո, ուրախացավ Մարին, ես ուզում եմ պարել, ես քնել չեմ ուզում։ Լուսինը ժպտաց, բայց գլուխը տարուբերեց։ Մարի, շշնջաց Լուսինը, գիտես, որ կա մի տեղ, որտեղ երաժշտությունն ավելի գեղեցիկ է, իսկ պարահրապարակը ամպերից է։ Մարիի մեծ աչուկները լայնացան հետաքրքրությունից։ Որտեղ է դա, հարցրեց Մարին հորանջելով։ Երազների աշխարհում։ Այնտեղ քեզ են սպասում փերի պարուհիները, նրանք ուզում են քեզ նոր շարժումներ սովորեցնել, բայց դու պետք է փակես աչուկներդ, որպեսզի մտնես նրանց դղյակ։ Մարին արագ վազեց դեպի մահճակալը, մտավ տաքուկ վերմակի տակ ու գլուխը դրեց բարձին։ Բարի գիշեր, Լուսին, ասաց նա կիսաքուն։ Բարի գիշեր, իմ փոքրիկ պարուհի, պատասխանեց Լուսինը ու իր ամենանուրբ շողով ծածկեց Մարիին։ Նրա մեծ գեղեցիկ աչուկները կամաց փակվեցին, իսկ ոսկեգույն գանգուրները սփռվեցին բարձին։ Եվ իսկապես, հենց որ նա քնեց, երազում հայտնվեց ամենամեծ ու գունեղ բեմում, որտեղ պարում էր մինչև առավոտ, առանց հոգնելու։ Այդ օրվանից Մարին գիտեր, որքան շուտ քնի, այնքան շուտ կսկսվի իր ամենակախարդական պարահանդեսը։